Խորհրդարանի ղեկավարը իրականում հայտարարում է, որ հիբրիդային պատերազմ է տարվում, շատ կոնկրետ երկիր մատնանշելով Ռուսաստանի Դաշնությանը, բայց խորհրդարանի падգամավորների ճնշող մեծամասնությունը խորշում է Ռուսաստանի Դաշնության անունը տալուց առհասարակ։ Սա այդպես միանշանակ չի։ Այո, Ալեն Սիմոնյանը ասել է, բայց մի քանի օր առաջ ես հանրային հեռուստաընկերությունում քննարկման ընթացքում քաղաքացիական պայմանագրի падգամավորներից մեկը այդպես էլ 40 րոպե տևած քննարկման ժամանակ կոնկրետ հիբրիդային պատերազմին եւ գործիքակազմին էր վերաբերվում զրույցը։ Այդպես էլ Ռուսաստանի Դաշնության անունը չտվեց։ Սա ինչ է։ Իրականում, տեսեք, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում առհասարակ իշխանության ներսում փոփոխություններ են մասով, որ իշխանության ներսում էլ կան տարբեր տեսակետներ ու դիրքորոշումներ կրողներ, այդ առումով փոփոխություններն անխուսափելի են եւ աշունը կարծում եմ բավականին թեժ է լինելու իշխանության ճամբարում։ Ընտրություններով է պայմանավորված, իրողություններով է պայմանավորված, մարդիկ կան, որ այդ իրողությունները շատ ուղիղ են ընկալում, այնպես ինչպես կա, մարդիկ էլ կան դավադրությունների տեսությունների մեջ են մտնում ու փորձում են, չգիտեմ, մութ սենյակում սև կատուներ փնտրել կամ առհասարակ ոչինչ չփնտրել, ցույց տալ, որ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Գիտեք, ես կարծում եմ ժամանակ ամեն ինչ տեղն է գցելու եւ աշնանը այս իմաստով իշխանական ճամբարում բավականին լրջագույն փոփոխություններ։ Ես ուզում եմ հասկանալ ձեր տպավորությունը, արդյոք իշխանության թեկուզ ինչ որ հատված ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը 2026 թվականի ընտրությունների ընդառաջ։ Դուք իշխանության չեմ կարծում քաղաքական աջակցությանը սպասում են, իշխանության ներկայացուցիչներին, եթե նախորդ հարցի համատեքստում դուք կանչեք եւ հարցեր ուղեք, իրենք իրենց հայտարարություններում կլինեն շատ զգուշավոր միջև այն պահը, երբ որ գան հասնեն ԵԱՏՄ դռներին։ Իրենց համար ԵԱՏՄ-ն դարձել է մի սրբազան կով, որին պաշտելով պաշտում են, որի հետ կապում են Հայաստանի Հանրապետության ապագան, ներկան, անցյալը, ամեն ինչ ԵԱՏՄ-ի հետ է կապվում։ Ու երբ որ հարց է ուղղում իրենց ինչու, հարգելի տիկին կամ պարոն, ինչու է այսպես, դե իրենք ասում են բիզնեսն այդպես է ցանկանում, բիզնեսը գնում է դեպի ԵԱՏՄ։ Սա մահակ է, սա հիբրիդային պատերազմի գործիք է։ Եթե սա չեն գիտակցում իրենք, կամ գիտակցելով են, եթե չեն գիտակցում մի այլ հարց է, եթե գիտակցելով են անում, սա բոլորովին այլ հարց է։ Այդտեղ կարելի է խորանալ, սրտի օլիգարխներին հասնել, չգիտեմ, գրպանային խոշոր սեփականատերերին հասնել, ոսկուն ու ադամանդին ու այլ ապրանքատեսակների ապրանքաշրջանառությանը հասնել ու բիզնես շահերին հասնել։ Եթե չգիտակցելով են ասում, էլի շատ մեծ ցավ է ինձ համար, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները սա չեն գիտակցում։ Սա հիբրիդային գրոհի գործիք է, հիբրիդային պատերազմի գործիք է եւ սրանից պետք է ազատվել։ Ցավոտ է լինելու ազատվելը։ Ես ի տարբերություն օրինակ մեր գաղափարակից շատ ընկերների, ովքեր փորձում են եվրոպական վարդագույն ակնոցներ հագցնել մեր հայրենակիցների աչքերին, ես այդ ճանապարհը չեմ ընտրում եւ ասում եմ, որ դա բարդ, փշոտ, դժվար, պատասխանատու, աշխատատար, ժամանակատար, որևէ մեկը սիրելի հայրենակիցներ չի ասում, որ Եվրոպական միության անդամակցությունը տեղի ունենալու մոտակա 2-3 տարում կամ 1 տարում։ Դա կարող է տևել 10 տարի եւ մի բան էլ ավել։ Ավելի լավ է այս փուլից մարդկանց հետ շատ բարձ խոսել, քան կերակրել սին ու փուշ։ Սին են այն հայտարարությունները, որ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, եթե մենք հիմա տեխնացուի թեկուզ համար հայտ ներկայացնենք, մեզ արագ կընդունեն, այո, կամ հավանություն կտա։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների մասով Մատվիենկոյի հարցը ես տվեցի անպատասխան։ Օրվա իշխանությունները աշխարհաքաղաքական իրողությունների մեջ շատ են փորձում խորանալ, իսկ եթե ավելի կոնկրետ մատի ու մատանու արանք շատ են սիրում մտնել։ Ինչի է հաճախակիացել այս այցելություններն ու շփումները։ Առանձին իշխանական ներկայացուցիչներին, որ վերցնեք ու հարցնեք, առանց տեսախցիկների,
Նրանք կասեմ, դուք չեք տեսնում Թրամփը Պուտինի հետ է հանդիպում, Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ է խոսում, Չինաստանն է Ռուսաստանի հետ խոսում, բա մենք ինչ անենք։ Իրականում պետք չի մատի ու մատանու արանքը մտնել։ Եթե իրենց թվում է այս հաճախակի շփումներով, սուտ խոստումներով, իսկ իրականում սուտ խոստումներ է։ Իրականում թոս փչոցի է, էլի Արարատ Միրզոյան Լավրով ու Արարատ Միրզոյան Ֆրանսիայի ԱԳՆ նախարար այդ բանակցությունները այլ բանի մասին են խոսում։ Ասում են մի բան, իրականացնում են բոլորովին հակառակ բանը։ Սա չի ներվելու։ Սա ուղղակի օրվա իշխանություններին չի ներվելու։ Քաղաքական աջակցության մասով գիտեք, ուղիղ աջակցություն Ռուսաստանի Դաշնությունից ընտրությունների նախաշեմին չեմ կարծում, որ իրենք սպասում են։ Այօրինակ աջակցություն կարելի է դիտարկել, աջակցություն նրանք կդիտարկեն այն, որ հանրապետության ներսում Կիրիենկոյի նշանակումից հետո հատկապես ցնցումները հաճախակի չեն լինի ներքաղաքական, այդ ներքաղաքական ցնցումները չեն զուգորդվի արյուն թափելով, կբացառվի հոկտեմբերի 27-ի նման որևէ ոչրագործության կրկնությունը։ Այստեղ որվա իշխանությունները ունեն վախեր, գուցե փորձում են այդ վախերը ու ռիսկերը կառավարելի դարձնել, դեմ չեմ, այստեղ գուցե, բայց շատ ուղիղ աջակցություն, ներողություն, Ռուսաստանի Դաշնությունն ունի սրտի թեկնածուներ այստեղ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ին Հայաստանի անկախության փառապանձ օրը Caesar Palace շքեղ բանկեթ-հոլում տեղի կունենա բարեգործական ընթրիք համերգ՝ ի նպաստ մեր հերոս ազատամարտիկների, մասնակցությամբ համայնքի լավագույն երգիչների։ Խանդավառությամբ մասնակցենք այս աննախադեպ հանդիսությանը, մեր նպաստը բերելով հայրենիքի պաշտպան մեր զինվորներին։ Տեղեկությունների համար զանգահարել 818 813 2252 հեռախոսահամարով High ID ինքնության քարտ կազմակերպության։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Կարծում եք նրանց կցուցաբերեն աջակցություն, այսինքն Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան։ Դե դա ակնհայտ է, ինչի ներողություն Ռոբերտ Քոչարյանի աղեկտուր, կծկտուր։ Ռոբերտ Քոչարյանը կարող է աղեկտուր աղերսներ հղել Ռուսաստանին, բայց մենք գիտենք նաև այն տարածված թեզը, որ կայսրությունները կամ չգիտեմ գերտերությունները աշխատում են հենց կոնկրետ իշխանության հետ։ Տվյալ երկրի Աշխատում են այնքանով, որքանով որ հնարավոր է։ Ռուսաստանի Դաշնությունն ու նրա նախագահը ներկայիս Վլադիմիր Պուտինը երբեք հաշտ չի լինի այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում ինչքան էլ որ այդ իշխանության հետ հարաբերությունները լավ է իր։ Հայաստանի Հանրապետությունում իշխանության են գալիս մարդիկ ազատ արդար ընտրությունների միջոցով։ Սա անընդունելի է իր համար։ Հատկապես 2018 թվականի ֆոնին այս հիբրիդային գրողները միայն 2020 թվականից հետո չի որ սկսվել է։ Այդ հիբրիդային գրողների սկիզբը դրվել է 18 թվականին, հիմա ավելի սաստկացել է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասով ներողություն Հայաստանի Հանրապետությունում դուք կարող եք ցույց տալ որևէ երկրորդ գործչի, ով պատրաստ է ամեն ինչ հանուն Ռուսաստանի Դաշնության սկզբունքով առաջնորդվել, ցույց տվեք որևէ երկրորդին։ Ով ի պաշտոն է նաև դա ապացուցել է։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարել է ցավոք սրտի ոչ բարով 10 տարի Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա ընթացքում տեղի ունեցել հոկտեմբեր 27, տեղի ունեցել Գույք պարտքի դիմաց գործարք, տեղի ունեցել օրինակ Սադարակի պալատքի տակ մեղրին խուրդադարձնելու դավաճանական ակտ ու գործողություն, իմ համար դա այդպես է, չգիտեմ մորվա իշխանությունների ու իրավապահների համար ինչպես է դա։ Ու Ռոբերտ Քոչարյանից բացի որևէ երկրորդին դուք ճանաչում եք, կան։ Նրանք գործելու են այլ տրամաբանության շրջանակում 2026-ի ընթացքում Գյումրու օրինակով Ռոբերտ Քոչարյանի ասած գաղափարական կոալիցիան ապահովելու համար։ Կան այդպիսիք էլ կան, բայց Եվ կան նաև ձայն տվողներ, հա, քվեարկողների որոշակի հատված կգտնվի, որը այդ ուժերին իսկապես կբերի կոալիցիայի եւ այդպիսով Ես ամեն դեպքում այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց խելքահացի հետ չեն կերել ու չեն պատրաստվում պատուհասին հերթական անգամ իշխանության բերել, խոսքը Ռոբերտ Քոչարյանին է վերաբերվում, այլ հարց է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնելու են սրանք։ Դրա վառ ապացույցն է Քոչարյան-Սարգսյան փոխհրաձգությունը այս։ Ինչի դուք լուրջ մտածում եք, որ Քոչարյանն ու Սարգսյանը հակասություններ ունեն ու բան են անում, հա, այդպես հրապարակային թիմերը իրար են ուտում, դա ֆոն ապահովելու համար է։ Դա 2026-ից առաջ ընդդիմադիր դաշտը իրար մեջ բաժանելու ավելի շատ քվեներ մեկի սիրողների, մյուսի չսիրողների քվեն ստանալու process է։ Սրանք սիամական զույգեր են կապված հոկտեմբեր 27 եւ մարտի 1 դեպքերով, Գյումրու օրինակն էլ որ իրենք նշում են, Գյումրու օրինակն էլ ձեզ համար վառ վկայություն, եթե որևէ մեկը հատկապես գյումրեցիները սա կփաստեն, եթե որևէ մեկը մտածում էր, որ Մարտուն Գրիգորյանը
Սերժ Սարգսյանի ցուցումով կամ Արթուր Վանեցյանի ցուցումով գնաց ու իր վաղեմի ընտանիքներով թշնամի Վարդան Ղուկասյանին դարձրեց քաղաքապետ, ճարաչար սխալվում եք։ Դա հատուկ Կիրիենկոների եւ Լուբյանկայի նկուղում գծված սցենար էր, որը կիրառվեց ու իրականացվեց։ Թողնենք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս նրանց հերթական անգամ մոլորեցնելու իշխանություն զավթելու, թե ոչ, կարծում եմ, որ ոչ, որովհետեւ մեր ժողովուրդը նորից եմ կրկնում, գուցե առանձին վերցրած այդքան էլ չի խորանում, այդքան էլ չի մտնում դետալների մեջ, բայց հավաքական առումով մեր ժողովուրդն իմաստուն է ու 2026 թվականին կարծում եմ Ռոբերտ Քոչարյանին ու այս 5-րդ Շարասյանը պետք է պատմության աղբանոցն է իր քվեարկությամբ։